Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ելից գիրք 30-րդ գլուխ խունգ ձխելու զոհասեղանը։ Խունգ ձխելու զոհասեղամը շինե, սադիմի փայդե շինե զայն։ Անոր երգանքը գանքումը լա, անոր լայնքը գանքումը, քարագուսի թողլա, եւ անոր բարձրությունը երկու գանքուն։ Անոր եղջյուրները իրմե առնված լան։ Զայն զուտ ոսկիով բադե, անոր վրան, անոր գողմերը փոլորացև ու անոր եղջյուրները, եւ անոր շուրջը ոսկի շրջանակ մշինե։ Անոր երկու ոսկի օղակ շինե, անոր շրջանագին տակ, անոր երկու անգյունները, անոր երկու գողմերուն վրա շինե, որբեսի անոնք անցնելու դեղերը ըլլան ցողերուն, զայն ասոնցմով գրելու համար։ Ցողերը սադիմի փայդե շինե եւ զանոնք ոսկիով բադե։ Զայնթիր վգայության դաբանագինքով եղող վարակույրին արչև, վգայության վրա եղող թավության արչև, ուր ես քեզի պիտի անտիպիմ։ Ահարոն անոր վրա անուշապույր խունգ թող ձխե, ամեն արդու երբ ջրակներ հարտարե խունգ թող ձխե։ Նաև իրիկվանտեմ երբ ջրակները վարե, Ահարոն խունգ թող ձխե, որ դիրոջ արչև մշտադև խունգը լա ծեր սերունդներուն մեջ։ Անոր վրա օդար խունգ կամ ողջագեզ կամ հացի ընձա մի մատուցանեք, անոր վրա թապելիք նվեր մի ընձայեք։ Ահարոն դարին մեկ անգամ անոր եղջյուրներուն վրա թող քավություն ունե, քավություններուն մեղքի բادرակին արյունով անոր վրա թող քավություն ունե դարին մեկ անգամ ծեր սերունդներուն մեջ։ Ասիգա ամենասուրբ է դիրոջ։ Դիրոջ ներգայության վրանին դուրքը։ Դերը խոսեցավ Մովսեսի ըսելով. Երբ Իսրայելի որդիներուն գումարը առնես իրենց թվարգումին համեմատ, անոնցմե յուրաքանչյուրը իր անձին փրկանքը թող տա դիրոջ զանոնք թվարգած ադենատ, որբեսի անոնց մեջ հարված չլա, երբ զանոնք թվարգես։ Անոնք սա թող տան, ամեն մեկը որ գանցնի թվարգումեն, սրբարանի սիգրին համեմատ գես սիգր արձատ թող տա։ Մեկ սիգրը 20 գերադ է։ Դիրոջ բարձրացնելիք ընձան գես սիգր ըլլա։ Ամեն 20 տարեկանեն վեր եղող, որ գանցնի թվարգումեն, բարձրացնելիք ընձա թող դա դիրոջ։ Երբ ծեր անցերուն կավություն ընելու համար դիրոջ բարձրացնելիք ընձան դակ, գես սիգրեն ոչ ավելի թող դա հարուստը, ոչ ալ բագաս չկավորը։ Իսրայելի որդիներեն արքավության արձատը եւ հատգացուր հանդիպումի վրանին ծարայության, որբեսի դիրոջ արչև հիշադակը լա Իսրայելի որդիներուն ծեր անցերուն կավություն ընելու համար։ Բղինցե ավազանը։ Դերը խոսեցավ Մովսեսի ըսելով. Նաև բղինցե ավազամը շինե լվացումի համար, անոր խարիսնալ բղինցե լա։ Հանդիպումի վրանին եւ զոհասեղանին մեջտեղը թիր զայն ու չուլեցուն անոր մեջ։ Ահարոն եւ իր որդիները անոր մեջ թող լվան իրենց ցերկերն ու ոտքերը։ Երբ անոնք հանդիպումի վրանը մտնեն, կամ երբ զոհասեղանի մոտենան, բաշտոն գադարելու եւ դիրոջ բادرակ մատուցանելու համար ճուրով թող լվացվին, որբեսի չմեռնին։ Ոստի իրենց ցերկերն ու ոտքերը թող լվան, որբեսի չմեռնին։ Ասիկա իրենց հավիտենական կանոն թող լա, թե իրեն եւ թե իր զարմին իրենց սերունդներու մեջ։ Օձումին յուղը։ Դերը խոսեցավ Մովսեսի ըսելով. Արկեզի պատվական փուրավետ համեմներ, զուտ զմուրս 500 սիգր, անոր գեսինչապ, այսինքն 250 սիգր փուրավետ գինամոն, 250 սիգր փուրավետ խունգեղեկ, 500 սիգր գասիա սրբարանի սիգրին համեմատ ու մեկ հիմեն ցետ եւ սուրբ օձումի յուղ շինեզանոնք փուրակորձի արհեստին համեմատ փաղատրված օձանելիքմը անսուրբ օձումի յուղ թող ըլլա ու անով օձե հանդիպումի վրանը վգայության դաբանագը սեղանը եւ անոր փոլոր արարգաները աշտանակն ու անոր արարգաները խունգին զոհասեղանը ողջագեզին զոհասեղանը իր փոլոր արարգաներուն հետ ավազանն ու անոր խարիսխը սրբացուր զանոնք որբեսի ամենասուրբ ըլլան ինչ որ անոնց թփչի սուրբ պիտի ըլլա Ահարոն եւ իր որդիները օձե ու զանոնք սրբացուր որբեսի ինձի քահանայություն կատարեն
Իսրայելի որդիներուն ասե. ասիգա ինձի օձումի սուրբ յուղ թողլա ծեր սերունդներու մեջ զայն մարդու մարմինի վրա մի թափեք եւ անոր չափերուն համեմատ անոր նմանը մի շինեք ասիգա սուրբ է ու ցեզի սուրբ պիտի լա ով որ անոր նմանը փաղատրե կամ ով որ անգե օդարի վրա տնե իր ժողովուրդեն պիտի փնաչնչվի խունգը դերը Մովսեսի ասավ արկեզի փույրեր այսինքն սդաշ եղունգ եւ քաղփան այս փույրերը զուտ գնդրուկով ամեն մեկեն հավասար ծանրությամբ թողլա անոնցմով խունգ շինե փուրակորձի արհեստին համեմատ փաղատրված իրարու խառնված մաքուր ու սուրբ անգե ձեձե քիչմը շատ մանր եւ թիր հանդիպումի վրանին մեջ վգայության արչեւ ուր ես քեզի պիտի հանդիպիմ ան ցեզի ամենասուրբ պիտի լա այդ շինելիք խունգիտ չափերուն համեմատ թուք ցեզի համար մի շինեք անկեզի սուրբ պիտի լա դիրոջ նվիրված ով որ հոդոդելու համար անոր նմանը շինե իր ժողովուրդեն պիտի փնաչնչվի Փարքեզ դեր Աստված մեր ամեն